Ձեր կարծիքով արդյոք Հայաստանում անհրաժեշտ է նոր քաղաքական ուժի ձևավորում կազմված երիտասարդ եւ պրոֆեսիոնալ կադրերից։ Այո, պետք է։ Պետք է անպայման է պետք նոր քաղաքական ուժերի այս հները գնան, նորերը կան, բայց այնպես անեն, որ երկիրը մնա որպես երկիր։ Ընդհանրապես երիտասարդ կադրերի կարիքը միշտ էլ կա։ Միշտ էլ կա, ասենք ամեն մի նոր միտք, ամեն մի նոր երիտասարդ, նոր բաներ ամսնում, որի կարիքը մենք միշտ ունենք։ Նոր լինի, մենալ լինի ոնց դա հարկավոր։ Հարկավոր է խելացի մարդ, կիրթ, որ ուղեղը աշխատի, ոչ թե ուղեղը բացակայի իր մոտ, իրանից առաջ քայլի ուղեղը։ Դա է։ Հիմիկվա այդ բաներին գցես գազանների մեջ, գազաններին կուտեն։ Իմ կարծիքով շատ անհրաժեշտ է, բայց առաջինը այդ երիտասարդ ուժերին թույլ չեն տալիս գան հրապարակ, ինչի համար, որովհետև արդեն այս ժողովուրդը 30 տարի է հոգնել է, ով գալիս է, նախկինը սենց է արել, ներկան սենց է արել։ Շատ լավ երիտասարդություն ունենք, խելացի, որոնք որ թողում փախնում են այս երկրից, որովհետև արդեն հոգնել են, տարիներն անցնում է, իրանք մեծանում են, իրանց բանի տեղ դնող չկա։ Այս կապիկությունները զորք են հավաքում, ամեն մեկի իր համար մի խմբակ է սարքում ու գալիս են իշխանություն են դառնում։ Այտենց չի լինում, այդ իշխանություն դառնողները հրահանգված, ուրեմն միջնորդավորված գալիս են դառնում են ուրեմն սենց ղեկավար։ Իսկ Հայաքվեի մասին տեղյակ եք, թե չէ։ Տեղյակ եմ, լսում եմ էլ, ինչ չէ, լսում եմ։ Այնտեղ էլ կան երիտասարդներ, նայում եմ, լսում եմ։ Պետք է, հա, ինչի՞ չէ որ կլինի բանիմաց, գաղափարապես պատրաստված մեր հայոց պատմությունը խելացի իմացող երիտասարդ կարգված գրտ անձնավորություններ են մեզ անհրաժեշտ, որովհետև պատահական մարդիկ երիտասարդությունը գալիս է, այ հիմա ես սենց խորությամբ, երբ որ քաղաքական գործիչներ կան լավ գործիչներ, նրանք այսօր մեր հայրենիքը, հողը, ազգը, իմացությունը դա պետք է կարողանան ճիշտ գնահատել։ Գնահատականը պետք է ճիշտ լինի։ Դե հիմա ես չգիտեմ, մальчик ջան, երիտասարդությունը ինչպիսին է, ինչ կրթություն են ստանում։ Հիմա կրթությունը ոչ բոլորն են խորապես ստանում։ Կա լավ երիտասարդություն, կա, ես չեմ ասում, որ չկա, կա լավ երիտասարդ։ Որտեղ Ռոբերտ Քոչարյան, Սերժ Սարգսյան, Սեյրան Օհանյան, Աղվան Վարդանյան մի երկիրը երբեք առաջ չգնա։ Միջև դրանք իրանք այդ ընդդիմադիրները չոչնչանան, մեր երկիրը ոչ առաջընթաց չի լինի։ Այո, պետք է երիտասարդություն, բայց բանիմաց երիտասարդություն։ Բնական է մեր պետությանը ժողովրդի նոր քաղաքական ուժեր են պետք, բայց իշքան նոր քաղաքական նորությանը սպասում ենք ավելի վատն են գալու։ Ճիշտն ասեմ ձեզ, ավելի վատն է։ Եթե ասենց գնա, երևի ավելի լավ այս ուժը մնա, բայց մի քիչ կարգավորվեն, հայերեն չմտածեն, հայավարի չմտածեն, փորները կշտացնեն, հայերեն մտածեն, երկիրը զորացնեն։ Նույն ոնց ստանում ես նույն աղբյուրները, նույն գնում առաջվանը։ Կոռուպցիան էլ լավ կոռուպցացված եւ այլ, ոչ մի տնտեսության, ոչ մի ճյուղ բնականon ձևով չի զարգանում։ Դա իմ կարծիքն է։ Ոչ թե միայն իմ կարծիքը, ինձ թվում է շատ մարդիկ իմ կարծիքը կկիսեն։ Ժողովուրդը տեղակ կլինի իր պետությունում ինչա կատարվում, ինչ չի կատարվում, որ մասն են ծախում, որ մասն են թողում եւ այլ։ Անհրաժեշտություն է նույնիսկ։ Ես դա չեմ ապրում, ոչ էլ ցանկություն ունեմ։ Մեր ղեկավարը 50 տարեկան է դեռ, երեխեք ջան։ Այդ 50 տարեկան մարդու շատ պահանջներ չդնենք։ Մենք դառնալու ենք ամենամեծ մարդիկ աշխարհով մեկ։ Նոր քաղաքական ուժ, այո, ուժի ձևավորում, երիտասարդ, միշտ էլ տեսակը կարող է լրացնել։ Բաց տեղեր բնականաբար միշտ լինում են, քաղաքական դաշտում, թե այլ ոլորտներում միշտ էլ անհրաժեշտություն կա, եթե բացը կա, ուրեմն լրացնելու անհրաժեշտություն կա, եթե այդ քաղաքական ուժը տեսնում է այդ բաց տեղը եւ կարող է լրացնել պրոֆեսիոնալիզմով, ավելի հանգիստ ճանապարհներով, ինչու՞ չէ, ցանկալի է եւ գովելի, ընդունելի։ Իսկ Հայաքվեի մասին գիտեք, տեղյակ եք։ Այո, տեղյակ եմ, ինքս Արցախի հետ կապված
հայակվեմ, որ կազմակերպվել էր, ինքս մասնակցել եմ։